Զելենսկու այցի մասին Ադրբեջան։ Ուրեմն նախ ասեցին արդեն, որ այնքան դուխ ունի, որ գնաց Իրանի սահմանի կողքը։ Ուրեմն սա Ալիևի եւ Զելենսկու 7-րդ հանդիպումն էր եւ Ադրբեջանում, եթե չեմ սխալվում, առաջին անգամ պատերազմից ի վեր Ալիևը հրավիրեց Զելենսկուն Ադրբեջան։ Ուրեմն Ալիևը կրկին ճանաչեց Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Ալիևը չվախեցավ, որ հակառուսական ելույթներ կլինեն, որ Ռուսաստանից կարող են ճնշումներ լինել։ Իդեպ մի քանի օր առաջ ձեզ ներկայացրեցի, գիտեք ինչ, այն որ ասում է, այ բալանսավորման եւ բալանսավորման եւ բալանսավորված քաղաքականություն, բարում է Ալիևը։ Ալիևը ռուսների հետ մի քանի օր առաջ կարգավորեց հարաբերությունները, հիշում եք, անգամ հաբան հայտարարություն արեցին։ Ալիևը մի փոքր անգամ մեծացրել է Ռուսաստանի հետ առևտուրը, մի փոքր, բայց մեծացրել է։ Զգրան ինքը կանչում է Զելենսկիին եւ չի վախենում ոչ մի ուրեմն ոչ մի Ռուսաստանի կողմից ճնշումներին, մարդը վարում է բալանսավորված քաղաքականություն, լինելով կեղտոտ դիկտատոր, ցեղասպան, չգիտեմ, որտեվ Արցախի ըստեյության հայաթափումը դա ցեղասպանություն էր իմ կարծիքով եւ ուրեմն բայց քանի որ Ալիևը բավականին խելացի է, ինքը շատ լուրջ առաջ ընկավ Հայաստանից։ Հիմա հասկանանք ինչու, այն ինչ որ պիտի աներ Փաշինյանը, արեց Ալիևը, եւ հիմա տեսնենք ինչու։ Ուրեմն նախ մի քանի օր առաջ Զելենսկին հայտնեց, որ 11 երկիր հետաքրքրությունը հարցել Ուկրաինայի հետ համատեղ ռազմարտունաբերություն ստեղծելու կամ զենքի հարցով համագործակցելու եւ այլն։ Եվ Զելենսկին արդեն ակնարկեց Կովկասի մասին։ Դե մենք արդեն շուտվանից գիտենք բարբերաբար այդ թեմաներով խոսում ենք, ես այդ մասին կխոսենք ամեն ինչը։ Ուրեմն Զելենսկին շնորհակալություն է հայտնել, որ Ալիևը ընդունել է ուկրաինացի երեխաներին ժամանակավորապես օկուպացված տարածքներից։ Ուշադրություն դարձրեք, Ալիևը արդեն 6-րդ թե 7-րդ հոսքն է ընդունում ուկրաինացի երեխաների, ուրեմն օկուպացված տարածքներից պահում է, չգիտեմ, կերակրում է, բանանում եւ ուղարկում։ Դուք կհիշեք, քանի տարի առաջ ենք մենք սա ասել։ Քանի տարի առաջ մենք սա ասել, պատերազմից հետո անմիջապես խորհուրդ ենք տալի դա անել։ Ասում ենք մայրերին, երեխաներին կանչեք, հիշում եք ճամբարներ եւ այսպես շարունակ։ Ես եւ Մարատն ընդհանրապես ի սկզբանե շուտվանից սա ասում ենք եւ զգուշացնում ենք, բայց Փաշինյանը վախեցավ եւ ընդհանրապես չուզեցին, կամ էլ ընդհանրապես չուզեցին, յակ ուղակի պուտինիստ են հոգով, ուղակի դա տես լավ քողարկում են, քանի որ Եվրոպայի հետ խաղեր են տալի թեմաներ կա, դրա համար, չգիտեմ, տարբերակներից մեկն ու մեկը։ Հիմա մի քանի պայմանագիր են ստորագրել Ուկրաինան եւ Ադրբեջանը։ Զելենսկին խոստացել է ավելի ուշ բացահայտել մանրամասները, բայց տնտեսականից զատ խոսք է գնում համատեղ զենքի արտադրության մասին։ Ուրեմն ես հիմա այստեղ ուզում մի կարևոր բան ասեմ։ Քանի տարի է ես եւ Մարատը Հակոբյան ասում ենք, որ պետք է արագ Ուկրաինային դիմել։ Քանի տարի է մենք ասում ենք, որ պետք է Ուկրաինայի հետ հարաբերություն։ Քանի տարի է մենք ասում ենք, այդ անտես ցորենը գոնե սկսեիք առնել։ Սկսեք հարաբերություն կարգավորել։ Հիմա 11 երկիր, այդ թվում արդեն Ադրբեջանը, ուրեմն Ուկրաինայի հետ պայմանագրեր են կնքում, եվրոպական երկրներ, սկանդինավյան երկրներ, մեծ Միացյալ Թագավորությունը, Ուկրաինայի հետ արդեն բացի նրան 11 երկրից նաև ուրեմն արդեն Գերմանիան, եվրոպական երկրները Ուկրաինայի հետ համատեղ ձեռնարկություններ են սկսում, որտեղ բոլորը հասկանում են, որ պատերազմող երկիրն է ամենաժամանակակից տեխնոլոգիաները ունի, ամենաժամանակակից ռազմավարությունը ունի։ Ինչքան ենք մենք, մի հատ ձեռքները դրեք խղճներիդ ու ասեք, ինչքան ենք մենք եթերներից զգուշացնում, որ այսօրը գալու է։ Ինչքան ենք ասում մի արեք։ Հիմա Զելենսկին նախորդ տարի ցանկանում էր գալ Հայաստան։ Բայց հիշում եք ինչ տեղի ունեցավ։ Տեղի ունեցավ այն, որ իշխանությունները արեցին տակները եւ իրենց սազոններից մեկի միջոցով ուղակի այդ այցը փրկրեցին։ Ժամանակին այն ժամանակ ես ասել եմ ոնց։ Հիմա կկրկնեմ, չեմ ալարի, որովհետեւ Զելենսկու այցը պետքա լիներ չափազանց գաղտնի։ Դուք հասկանում եք, չէ՞, որ մենք Ուկրաինայից մի բան խոսում ենք, մի բան հասկանում ենք, չէ՞։ Կամ ավելի շուտ մի բան գիտենք, չէ՞, որ մի բան ասում ենք, Ժորժ ջան։ Ուրեմն լսեք ինչ է տեղի ունեցել։ Ուրեմն
դուրս եկավ սազոններից մեկը եւ հայտարարեց այցից 1 թե 2 շաբաթ առաջ, որ Զելենսկին պետքա գա Հայաստան։ Ինչը նշանակում էր ավտոմատ այդ այցի ձախողում, որտեվ այդ այցի մասին ընդհանրապես չպետք է լիներ բացահայտում, ընդհանրապես մի քանի ժամ առաջ պետքա հայտարարվեր եւ այդ այցը պետքա կայանար, ասենք չգիտեմ, պետքա գար առավոտը, դրա նախորդ երեկո պետքա հայտարարվեր, որտեվ կային լուրջ անվտանգության թեմաներ, հատկապես Հայաստանում ռուսական ռազմաբազա կա, ռուսական գործակալական ցանցը վխտում է, դա պետքա կազմակերպել խիստ, ընդ որում Զելենսկին է դուխը ուներ գալու, բայց դա պետքա արվեր ամենավերջին պահին, ուրեմն այցը նախապատրաստվում էր ներքին կարգով արդեն, բայց ամենավերջին պահին ուրեմն էլ չկայացավ, որովհետև 1 շաբաթ թե 2 շաբաթ առաջ այդ կները կոնկրետ չեմ հիշում, այն ժամանակ եթեր եմ արել այդ մասին ասել եմ։ Այցը իշխանությունների փոխանցումով, իշխանությունները պաս տվեցին այն իբր արևմտամեծ ինքը լավ գիտի ով է ինքը, ուրեմն Միշիկի ինկերը, ուրեմն տվեցին պաս, նա հայտարարեց, որ Զելենսկին գալու է Հայաստան, Ժորժը, եւ վերջ, այցը տապալվեց։ Ինչի արեցին, որտեվ Պուտինը կկատաղեր կջղայնանար եւ այս պարագայում իրանք խոսում են ինչ-որ բալանսավորված եւ բալանսիստական քաղաքականության մասին։ Հիմա ինչու՞մն է խնդրեմը, ինչի ես որոշեցի այս թեմային մի քիչ ալի մանրամասը անդրադառնալ, ասեմ ինչի կոմենտները կարդացի, ուրեմն համ զայրացա, համ զարմացա, համ էլ ուրեմն վշտացա, որովհետեւ մենք ոչ մի դաս չենք քաղում, ընդհանրապես մեր քթից են կողմ չենք տեսնում։ Մեկը գրել է Զելենսկին ցեղասպանությունը չի ճանաչել, էլի Ալիևի հետ է համագործակցում եւ այլ այսպես շարունակ։ Լսեք, ասենք ես ուզում եմ մի բան հասկանամ։ Հայաստանը հոլոդոմորը ճանաչել է, Ուկրաինան ասում է հոլոդոմորը ցեղասպանություն է, 3 միլիոն մարդ է զոհվել հոլոդոմորի ժամանակ, ընդ որում կրկնակի, քան հայոց ցեղասպանությունն է։ Հոլոդոմորը Ուկրաինայի պատմության ամենադաժան դրվագներից մեկն է, երբ որ սովամահ են արել 3 միլիոն մարդու, երբ որ գնում էր ուղակի Ստալինը խլում էր ուրեմն ուտելիքը, գյուղացիները աշխատում էին, տանջվում էին, ուրեմն իրենց բերքը հավաքում էին, մտնում էր ուրեմն սովետական բանակը ամբողջությամբ պարգրավում էր այդ ծորենը, ամեն ինչ ուտելիքը, ոչ մի բան չէին թողում, մարդիկ սովից մահանում էին։ Եվ դա ցեղասպանություն է, դա բացարձակ ցեղասպանություն է։ Ես ուզում հասկանամ, երբ որ մենք պահանջում ենք, որ Ուկրաինան ճանաչի, մենք հոլոդոմորը ճանաչել ենք, թե չէ, ոչ։ Ալիևը արդեն որ 1000-րդ անգամ ճանաչում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Հիմա տեսեք, Հայաստանը արդեն ճանաչում է, որ Արցախը Ադրբեջանի մաս է։ Ոչ մի բան չի, ասենք, եթե առաջ կար Արցախի խնդիր, Հայաստանը չէր կարող ճանաչել, չգիտեմ, Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, ասենք, թե կար Արցախի, հիմա Արցախի խնդիր չկա։ Ինչի Փաշինյանը ոչ մի անգամ չի զանգահարում Զելենսկուն կամ մի հատ հայտարարություն չի տարածում, որով ասում է ճանաչում եմ Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Այսինքն Հայաստանը մինչև հիմա չի ճանաչել Ուկրաինայի վերջին հայտարարությունը, ըստ էության պաշտոնական մնացել է Սերժի հայտարարությունը։ Պատկերացնում եք, չէ՞ Սերժը, մենք բազմիցս ներկայացրել ենք, այն որ գրի մեր շնորհավորում Սերժը։ Ես ուղղակի ապշած եմ մնում այս մեկնաբանություններից։ Լավ, ինչքան կարելի է բացատրել, որն է real politic կոչվածը, իրական քաղաքականությունը, իրականությունը։ Ոնց մենք էլի չենք հասկանում, որ մենք արտոնյալ չենք։ Մենք ոչ միայն արտոնյալ չենք, այլ մենք եթե չենք համագործակցում մարդկանց հետ, եթե մենք չենք բացվում ուրիշ երկրների համար, չենք փորձում իրենց շահերն էլ պաշտպանել, որպեսզի նրանք էլ մեր շահերը պաշտպանեն։ Մեր վրա բոլորը թքած են ունենալու։ Եթե մենք շարունակել ենք Պուտինի միտեղից բռնած ման գալ, ոչ մեկ մեզ չի սпасելու։ Մենք ինչքան ժամանակ ասում էինք, որ Զելենսկին ամենահայամետ տրամադրված ու Հայաստանամետ երևի Ուկրաինայի նախագահն է պատմության ընթացքում։ Ուրեմն ասում անգամ պատրաստվում էր գալ Հայաստան եւ շատ էր ուզում ըստ էության։ Ես հուսով եմ, շատ հուսով եմ, չկան դեռ որևէ նշաններ, բայց ես շատ հուսով եմ, եթե կայանա եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողով, հուսով եմ կգա Զելենսկին եւ հուսով եմ գոնե այդպես մի պայմանագիր էլ գոնե Հայաստանի հետ կնքվի, որովհետեւ արդեն մենք բաց թողեցինք այն պահը, երբ որ մենք կարող ենք առաջինը լինել, որից հետո Ալիևը էլ կարող է պատահի նեղանար եւ բայց լավ, ասենք թե հիմա մնում է միակ տարբերակը, որպեսզի այդ ամենաառաջադեմ տեխնոլոգիաները մենք էլ ունենանք, հա։ Եվ դուք պատկերացնում եք ինչ տեղի կունենա, երբ որ հիմա Ադրբեջանը ունենա ուկրաինական տեխնոլոգիաները, իսկ Հայաստանը չունենա։ Բայց չէ որ ախր իմ հետևորդները ստեղ, ախր
բոլորդ գիտեք, թե ինչքան ժամանակ մենք աշխատում էինք, ասում էինք եւ այլ այսպես շարունակ։ Ժողովուրդ կարող է մենք օդի մեջ ենք խոսում։ Մի բան գիտենք, չէ՞ որ խոսում ենք։ Մի բան գիտենք, չէ՞ որ ասում էինք։ Այդ որ ասում եք ցեղասպանությունը չի ճանաչել։ Ուկրաինայի եկեղեցու առաջնորդը Ուկրաինայում ցեղասպանության օրը ուրեմն հավաքվեցին, հիշատակի միջոցառում անցկացվեց, ուկրաինական եկեղեցու առաջնորդը ասել է, ձեր ցավը մեր ցավն է։ Հասկանում եք, բայց ոնց տեսնում ենք իրանց ցավը, ուկրաինական ցավը, հայաստանցիների ցավը չի, դրապես թքած ունեն։ Հիմա հասկանանք ինչի։ Այդ որ դուք Ուկրաինայից պահանջում եք, դուք հասկանում եք, որ այն որ ռուսներին ընդունում եք տենց Հայաստանում, տարբեր Շիլով, Միլովա խառը ինչքան ուռոտ բլոգերներ կան, որոնք գալիս են Աստված գիտի ինչով են զբաղվում, ձրի ձեր հաշվին ուտում խմում են, փողեր են աշխատում, ուղարկում են Ռուսաստան։ Այն որ գալիս են ինչ որ դեգեներատներ ձեզ հույս են տալի, որ մի հատ ռուս բլոգեր կասեն դեգեներատ ուղակի, ֆաշիստ դեգեներատ, քայլում ասում թե Հայաստանը Եվրոպայից ավելի լավն է, լուրջ եք ասում։ Եվրոպա եղածները, որ Հայաստանում Եվրոպա է, Եվրոպայում Եվրոպա չի, բայց Հայաստանում Եվրոպա է, որ ասում է քամին մեռավ ցրտից։ Այն որ ուղակի կուտ են տալի։ Այն որ տակից Եվրոպան վարկաբեկելու քաղաքականություն են վարում։ Գալիս են զեթնիկներ Հայաստանում գալիս են հատուկ KGB-ի կողմից ուղարկված կամ ուղղակի փախածներ, որոնք գալիս են, բայց տանում են պուտինյան ռոպագանդան։ Ուրեմն աշխատում են Հայաստանից, աշխատում են փողեր ուղարկում են Ռուսաստան եւ վճարում են այնտեղ հարկերը եւ այդ ուղարկած փողերից էլ ծախսվում է այնտեղ, ֆինանսավորում են պատերազմը, որով ցեղասպան Ռուսաստանը ցեղասպանություն է իրականացնում Ուկրաինայում։ Դա էլ մի կողմ։ Այն որ Պապոյանը կանգնում ասում է, ուրեմն գիտեք ինչ ասում եմ, մենք նենց ապրանքներ ենք ուղարկում իրանց համար պետք է կան, նենց չէ՞ լի մենք գիտենք մեր արժեքը, մենք ռուսների համար ինչ ենք անում, մենք գիտենք դուք ինչ եք արել։ Այն որ ձեզ պատմում էի ադամանդների մասին, թե ինչ սխեմաներ ա գործում, ժողովուրդ դուք հասկանում եք, որ ուրեմն մենք օգնում ենք ռուսներին, ուկրաինացիներին կոտորել։ Հայաստանի ղեկավարությունն այսօր օտիդո իրանց սիրած լեզվով ասեմ, աջակցում է Պուտինին, ուկրաինացիներին կոտորելու հարցում։ Բայց ցեղասպանվողից այսօր պահանջում ենք ընդունել հայոց ցեղասպանությունը։ Այն ցեղասպանվողից, որին նաև մեր աջակցությամբ են ցեղասպանում։ Այն որ զուգահեռ էքսպորտով շարունակում եք Ռուսաստանին հասցնել ամեն ինչ տեղ, կարող է բոլորը դա չեն տեսնում, կարող է Պապոյանի հայտարարությունները չեն տեսնում, չեն լսում։ Թե մենք չենք ուզում տեսնենք մենք ինչ ենք անում, մենք ոնց ենք մեզ պահում, մենք ոնց ենք մտածում։ Հասկանում եք, որ ռուսական ռոպագանդայի տակ գեղում պապիները գալիս են Փաշինյանին ինչ-որ բաներ են ասում։ Այն որ դու զգում ես, որ ռուսական ռոպագանդայով վարակված հասարակությունն է միջև ուղն ու ծուծը։ Այն որ ինչ-որ էլի գալիս են Եվրոպայի մասին ինչ-որ այլանդակություններ են խոսում առանց հասկանալու ինչ է Եվրոպան։ Այն որ այսօր չգիտեմ, սկսած այն հեռախոսներից, մեքենաներից, որ քշում եք այդ սաղ արևմտյան այն բոլոր բարիկներից այսօր 21-րդ դարում օգտվում եք, դրանց 99%-ը դրանք արևմտյան բարիկներ են, նույն Եվրոպաներում եւ Ամերիկաներում են ստեղծվել։ Այն միկրոֆոններից, որ Ռուսաստանի վրա, որ Ռուսաստանին աջակցում են կամ Եվրոպայի վրա հաչում են, կոպիտ ասած։ Սկսած դրանցից դա արևմտյան բարիկները։ Այն ձեր բռնած iPhone-ներից, որ iPhone-ը բռնում եք, բայց Ռուսաստան եք պաշտպանում։ Եվրոպային ինչ ասես չեք ասում, կամ Ամերիկային ինչ ասես չեք ասում, եւ այսպես շարունակ, հա։ Հիմա այս պարագայում, երբ որ տարիներ շարունակ, լավ այն ժամանակ չկար դες բան, հիմա տարիներ շարունակ բացատրում ենք, ասում ենք պետքա ցորեն բերել Ուկրաինայից, համել դիվերսիֆիկացնենք մեր ռազմավարական ամենակարևորագույն, ուրեմն բանը սննդամթերք, ամենակարևորը հացը, ռազմավարական նշանակության, հա։ Տարիներ շարունակ ասում ենք արեք մի բան, ճամբարի համար, երեխեքի համար ասում ենք գոնե դա արեք, գեներատորներ մի քիչ շատ փոխանցեք։ Ճանաչեք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, այս ամեն ինչը ասում ենք։ Դիմեք զենքի համար, դիմեիք զենքի համար։ Ինչ էինք ասում, մի բան գիտենք, չէ՞, տո անգամ ռուսների պարագայում տո կբերեին ռուսական ռազմաբազայի կողքը կդնեին։ Իրանց տեխնոլոգիաները չէին վախենա։ Ու կհետևեին, որ դա ռուսների ձեռնե չանցներ։
բայց կլներ մեր մոտ։ Հասկանում եք։ Չեն ուզել, դուք չեք ուզել, հասկանում եք, չի ուզել Փաշինյանը լայախ չի արել, մի օր զանգի Զելենսկուն ցավակցի, երբ որ սա շարունակում են քանի օրա վրա, հիմա բան են սպանում, երեխա ու կին են սպանում Ուկրաինայում։ Մի օր զանգեց, ցավակցեց։ Բայց այս Վլադիմիրի մոտ մի բան պայթում է, վայ ամեջապես զանգում ցավակցում է։ Եթե չեմ սխալվում, Հայաստանի նախաձեռնությամբ Միացյալ Ազգերի կազմակերպությունը դեկտեմբերի 9-ը հայտարարել է ուրեմն ցեղասպանության զոհերի հիշատակի օր։ Հայաստանի նախաձեռնությամբ։ Հայոց ցեղասպանությունը դա ինչի համար է արվում։ Ցեղասպանությունը կանխարգելելու համար։ Ինչ ենք մենք ուզում որ հայոց ցեղասպանությունը տարածվի, որովհետեւ կանխարգելենք առաջին հերթին մեր նկատմամբ ցեղասպանություն, ընդհանրապես ցեղասպանություն երևույթը բոլորի հանդեպ կանխարգելվի։ Երբ որ Հայաստանը դիմում է դա, բայց աջակցում է մյուս ձեռքով ցեղասպան երկրին։ Ոնց է դա կոչվում։ Հայոց ցեղասպանությունը եւ դրա ճանաչումը դա պատասխանատվություն է մեր համար, որով Հայաստանը պետք է ամեն ինչ անի կանխելու ցեղասպանությունները։ Մենք էլի մեր քթից են կողմ չենք ուզում տեսնենք, թե ինչ այլանդակ ձև է պահում իրան Հայաստանի ղեկավարությունը այս հարցում։ Ինչքան ժամանակ է եսում առատը զգուշացնում ենք։ Մի բան գիտենք, չէ՞ որ ասում ենք։ Կարող է շատերին դուր չի գալիս ճշմարտությունը։ Ժորժ ջան, բայց չի ուզել Հայաստանը։ Ուզել է Ալիևը։ Ալիևը ուզեց եւ ընդ որում ասեմ ձեզ, Ալիևը շուտվանից է ուզում։ Դուք հիշում եք ինչքան ենք մենք ակնարկում։ Մի բան գիտենք, չէ՞ որ ասում են։ Երկար ժամանակ չէր անում Զելենսկին։ Երկար ժամ, բայց չի կարա նստի անվեր սպասի, մինչև մի օր բալանսիստ եւ տարածաշրջանիստ ընդ որում էտել ասում, ինքը բալանսիստ չեն կարա իրանք բալանսիստ լինեն։ Հիմա Ռուսաստանի տակ են, քանի որ ԵԱՏՄ-ում են, ՀԱՊԿ-ում են, ԱՊՀ-ում են։ Եվ Շանհայի համագործակցության կազմակերպությունն են ուզում մտնեն։ Հասկանում եք։ Ինչքան կարան սպասեն մեզ, մարդիկ իրենց շահերը ունեն, ընդ որում գոյաբանական պայքար են վարում։ Այո, եթե կարան Ադրբեջանի հետ գործարան դնեն, արտադրեն, ասենք 1 միլիոն դրոն Ադրբեջանում եւ որից 500,000-ը կգնա Ուկրաինա, որտեղ հիմնականում այդ սխեմայով աշխատում Ուկրաինան, հա? Որտեղ ինքը այս պահի դրությամբ խնդիր ունի։ Գոյաբան իրան հենց հիմա ցեղասպանում են։ Ինչքան պետք է սպասեն, որ Փաշինյանը լայաղ անի, ճանաչի Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց չի ճանաչում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Ինչի մասին ենք մենք զարմանում, երբ որ Արցախում եկեղեցիներ են ոչնչացվում, Փաշինյանը ասում է ոչ մի բան չկա, դե մի բան ընդեա ոչնչացում, մի բան ստեղ իրանք են ասում, մենք ոչնչացնում ենք։ Այսինքն արդարացնում է ինչ ենք ոչ Հայաստանը ինչ որ ադրբեջանական Ադրբեջանը ինչ մշակույթ ունի որ մենք ոչնչացնենք։ Ինչ է Հայաստանում ադրբեջանական ոչնչացվել։ Դուք հասկանում եք ինքը փոխանակ այդ հարցը միջազգայնացնի, ասի եթե դու խաղաղություն ես ուզում, այս ինչ ես անում։ Ճնշումը մեծացնի միջազգային հանրության կողմից ՅՈՒՆԵՍԿՕ-ով, ասի ո՞նց ես դու վերացնում մեր պատմական արժեքները։ Նա ընդհանրապես հայկական հետքն է ջնջում։ Դա խաղաղություն ուժողի պահվածք չի։ Ասում եմ, չէ, մեզ պետք չի, ասում եմ, մեր ձենչը հանենք։ Գիտեք որ դերել զոր են ասում, բայց արաբական անունը դերել զոր է կարծեմ։ Երբ որ տանում էին հայերին կոտորելու, սենց ուրեմն անապատներով տես տանում էին կոտորելու, հա։ Ուրեմն տես ասում եմ տասնյակ հազարներով շարասյուններ էին, սենց տանում էին, կապած մարդկանց տանում էին։ Բոլորը ձեն չէին հանում, ասում էին ձեն չանենք, թե չէ մեզ կսպանեն։ Բայց օրինակ կոպիտով ասում, տանում էր 100 թուրքական զինվոր, ասենք 50-ը հետևից 50-ը դեմից։ Այն ժողովուրդը մեջի մի 10-15 հազար էր կոպիտ ասած։ Եվ իրանք ասում են ձեն չհանենք, մեզ չկոտորեն։ Վերջում կոտորեցին բոլորին, չէ՞։ Իսկ եթե փորձեին ինչ որ մի բան անեին, գուցե եւ բոլորը չկոտորվեին։ Հասկանում եք։ Հիմա այս նույն պահն է, եթե մենք լռենք, հանկարծ Ալիևը բան չանի, լուրջ եք ասում։ Նորից եմ ասում, ուշադրություն դարձրեք, հետևեք հələ ինչեր է լինելու։ Ալիևը չի հրաժարվելու ոչ մի բանից։ Ալիևը ստիպում է, որ մենք հրաժարվենք ամեն ինչից։ Եվ սա բերելու է ողբերգական հետևանքների։ Հիմա ես ուղղակի
ուղղակի գիտեք ինչ, չեմ ուզում վիրավորեմ, բայց ուղղակի նողկալի ու զզվելի է։ Այդ տագետ կոմենտները, երբ որ այսքան բացատրում ենք, տարիներ շարունակ հենց դրա համար աշխատում ենք, ասում ենք, այ հիմա պետքա փոխվենք։ Հիմա պետքա չվախենանք, որ Պուտինը կջղայնանա, եթե մենք ճանաչենք Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը։ Հիմա պետքա չվախենանք բերել ցածահատիկ Ուկրաինայից, որտեղ Պուտինը կջղայնանա։ Հիմա պետքա դա անել, որպեսզի մենք սուբյեկտ դառնանք միջազգային քաղաքականության, որպեսզի մեզ հարգեն, որպեսզի մեզ պաշտպանեն, մեզ օգնեն, մեզ զենք տան եւ այլ եւ այսպես շարունակ։ Քանի տարի է սա ասում ենք։ Եվ խնդրում եմ, մեղադրելուց առաջ կամ անիմաստ մեկնաբանություններ գրելուց առաջ մի հատ նայեք ձեզ հայելու մեջ։ Նայեք ու տեսեք, որ դուք օգնում եք ցեղասպան Պուտինին ցեղասպանելու ուկրաինացիներին։ Զուգահեռ էքսպերտով, ռուսներին ընդունելով գլխներիդ վրա դնելով, փողեր տալով, ձրի կերակրելով, չգիտեմ ինչեր անելով։ Որ ռուսին տենում ես Հայաստանում բլոգեր է, դարը ձեր վրա փող աշխատում, ռեկլամներ է անում հայկական ռեստորանների։ Գիտեք ձեր խնդրեմը որն է, որտեղ անգլերեն չգիտեք։ Չեք կարող հարուստ հասարակությանը բերեք համաշխարհային, արևմտյան, քաղաքակրթություն բերեք։ Քանի որ մենակ «Я-русский скончался», դրա համար էլ գալիս է այդ մասսան, այդ անորակ մասսան։ Եվ ձեր ամբողջ աշխարհը, ես հիմա իմ հետևորդներին չեմ ասում, Ժորժ ջան, ես ասում գիտեք, թիրախային աուդիտորիան, այդ կոմենտ, այդ պուտինոիդներին եմ ասում, այդ պուտինիստներին եմ ասում։ Ձեր ամբողջ աշխարհը սահմանափակվում է «Я-русский скончался» վիճակով։ Հասկանում եք։ Я тебя видела, я тебя TikTok видела, այդ TikTok-ն էլ ռուսական չի, դեպ ասեմ ձեզ։ Instagram-ն էլ ռուսական չի, Facebook-ն էլ ռուսական չի։ Բացի TikTok-ից մնացածը ամերիկյան է ինչ որ թվարկից։ YouTube-ն էլ ռուսական չի, որով դուք դրանց հարստացնում եք։ Այդ փախած զետնիկներին։ Երբ որ աշխարհի առաջ ոչ միայն Փաշինյանը չի բացում դռները, այլ դուք ինքներդ չեք ուզում աշխարհի առաջ բացվել։ Հիմա երբ որ տարիներ շարունակ բացատրում ենք, ասում ենք սենց է լինելու ժողովուրդ, սենց է լինելու, եթե մենք չանենք։ Նույնն էլ Տրամպի համար ենք զգուշացնում, ասում ենք, եթե հանկարծ մենք մեզ չկողմնորոշենք, նորմալ չպահենք, Ալիև անգամ Օբրայենն էր զգուշացնում այդ մասին, ես ես հատուկ Օբրայենի զեկույցը բերել եմ։ Եվ խնդրում եմ այդ կոմենտ գրողներին, մի հատ ձեզ հայելու մեջ նայեք։ Տեսեք, կտրապեք դուք ինչ եք արել մարդկության համար կամ ձեր համար։ Նոր հետո ուրիշներին մահացու մեղքերի մեջ մեղադրեք։ Դա շատ կարևոր է։ Հատկապես եթե ես ասած չլնեի, եթե ես ալիքը չլներ, եթե Մարատ Հակոբյան այդքան հասկացած ու ասած չլներ պարզ, եթե չբացատրեինք այս 3-4 տարին ինչա լինելու, եթե սա չանենք։ Կասեի լավ, հիմա մենք չենք զգուշացրել մարդիկ, քանի տարի է մենք այդ մասին խոսում ենք ու ասում ենք սենց է լինելու, մի արեք։ Սենց է պետք անել, սենց է պետք անել, սենց է պետք անել, որպեսզի շահենք։ Գիտեք ինչի, որտեվ Փաշինյանն ու Մհեր Գրիգորյանը ձեր ձեռքի բռնած սպասում են երբ Պուտինը գրավելու Ուկրաինան։ Որտեվ մինչև հիմա այդ ԿՊ-ականներից շատերը, ինչպես ոչ միայն այդ ուժեղները, Քոչարյանները, դաշնակները մնացածն էին հավաքանում, դաշնակները արդեն Ադրբեջանի դրոշն են ասում վախենում վառեն։ Մենակ Թուրքիայի դրոշն են վառել։ Ալիևից արդեն վախենում են դաշնակները, ոնց տեսնում եմ։ Այս տարի ոնց որ չեն վառել, Ադրբեջանի դրոշը մենակ Թուրքիային են վառել։ Հասկանում եք։ Մենակ իրանք չէ, Փաշինյանն ու Մհեր Գրիգորյաններն էլ էին մտածում, որ Պուտինը հաղթելու է, եւ մինչեւ հիմա էլ չեն հասկանում ինչա կատարվում, որ չի հաղթելու իրանց Պուտինը, չի հաղթելու։ Եվ վերջում Ալիևը հիմար չի, Ալիևը բան հասկանում է, որ Զելենսկին իր երկիր է կանչում, բայց սրանք չեն, գիտեք ինչի, որտեղ մեգա դախլչիները կասեն, ոնց մեր փողը Պուտինից է գալի, ես ինչ ես անում։ Ես ինչ ես, իսկ երբ որ ռուսաստանցի ադրբեջանցի օլիգարխները փորձեցին ճնշում գործադրել Ալիևի վրա, բիրիկով բռնեց ձերբակալեց։ Սաղի հարցերը լուծեց։ Մի անգամ արեց ու հետո բոլորը սսկվեցին։ Հասկացա, որ չի կարելի։ Բայց Փաշինյանը եւ իր թիմը գնում է իր մեգա դախլչիների շահերի հետևից։ Հանկարծ Պուտին պապան չջղայնանա։ Գնաց պայմանավորվեց եկավ, տեսեք, միջեմա ծապտուն չի անում Ռուսաստանի մասին։ Ինչու՞, տեսակ ոնց է մեղմացրել։ Պուտինը ասեց չխոսացել բերանը չբացեց մեր Ռուսաստանի հետ կապը։ Եկել են ինչ որ սազոներ ասում էին, պանիկա է Պուտինի մոտ։ Ամոթ չեկանում արա սպիտակ մազերներից է տամաճ։ Ես դրանց ոնց եմ կանչել իմ եթեր։ Ես ոնց եմ ձեզ կանչեի իմ եթեր։ Դուք եք ով եք։ Դուք եք ինչ ֆանտասմագորիկ կենթանիներ եք, ես չեմ հասկանում։
Պուտինը պանիկայի մեջ է, մենք տեղեկություն ունենք, լուրջ ես ասում։ Տեսար ինչ արեց Պուտինը։ Վախում են խոսան, վախում են Պուտինը։ Արդեն ուրիշներին է ինոագենտ ասում։ Սամվել Կարապետյանին վախից մեղադրում է, որ արևմուտքի ինոագենտն է Փաշինյանը։ Արդեն կիբերհարձակումներից չի վախենում։ Արդեն վախում է Պուտինից, ասում է ուժեղ Հայաստանը դրանք արևմուտքի ինոագենտներն են, որոնք ուզում են ԵԱՏՄ-ից հանեն մեզ։ Տեսակ ոնց փոխվեց։ Ինչ որ մարդիկ ասում էին մենք տեղեկություն ունենք։ Պանիկայի մեջ է Պուտինը։ Ինչ մեկ ինչ ասեցի դες, ասի Պուտինը ձեր նմաններին կտանի ծովը ծարավ կբերի։ Ձեզ թվում է Պուտինը չի հասկանում ինչ էր ասում Փաշինյանին ու խի էր ասում Փաշինյանին։ Բոլորը տեսնում են, թե ինչի եմ ես ասել ծերեթելի սթայլ արտաքին քաղաքականություն։ Բայց պատահական էի դա ասում, որովհետև դրսից մեզ նայում են, տեսնում են, որ Փաշինյանի կառավարությունը վարում է ծերեթելի սթայլ արտաքին քաղաքականություն, ժամը 10,000 դրամ։ Եվ այդպես ոչ մեկ չի հարգելու մեզ, որովհետև բոլորը տեսնում են շարունակում ես մնել Պուտինի դուստր ձեռնարկությունը, որովհետև տնտեսությունը տոտիդո կախված է Ռուսաստանից։ Եվ դա շարունակվում է։ Տասնապատիկ ավելացել է։ Ինչի մասն է, այդ բոլորը տեսնում են։ Ոչ մեկ կույր չի։ Պատկերացեք, թե 2 տարի առաջվանից սկսեին ցորենի ներմուծումը Ուկրաինայից։ Ճանաչեցել էին տարածքային ամբողջականությունը։ Զելենսկու այցը կայացած լիներ։ Մենք արդեն այդ գործարանը իրար հետ կունենայինք։ Հա, ինչ որ կարակ պրինտերով սիրուն բեսպիլոտնիկներ տպեք պարադին ցույց տակ, բայց չի նշանակում, որ դա արդյունավետ է։ Որտեղ է դա փորձարկված։ Ուկրաինական անօթաչուները կոնկրետ աշխատանք են կատարում, այդ արաբական երկրներին ենքանա դուր եկե Զելենսկուն երկրորդ անգամ կանչեցին Սաուդյան Արաբիա։ Այդ կարա սիրուն ցույց տաս Փաշինյան անօթաչուները, դրանք ոչ միտեղ փորձարկված չի։ Ուրեմն եւ վերջում երկու բառով անդրադառնամ Սերժի եւ Քոչարյանի բանին, շատ հետաքրքրական։ Մի խոսքով Ժորժ ջան, հասկացաք, չէ՞։ Քանի որ մենք տարիներ շարունակ ներկայացրել ենք Ուկրաինայի մասով, ասել ենք ինչա պետք անել, օթից չենք խոսում, կարող է հավես էր խոսալը մեզ ուղակի։ Չէ, Ժորժ ջան, այս ալիքներում մենք անիմաստ չենք խոսում։ Մենք ինչ որ ասում ենք, շատ կարևոր բան ենք ասում, որոնց պետքա լսել, որտեղ բացատրում ենք, մեր համար անձերը չեն կարևոր, մեր համար պետության շահն է կարևոր։ Մենք հայրենիքի համար ենք մտածում, հայրենիքի հզորացման մասին ենք մտածում։ Թքած ունենք ձեր անունների, ազգանունների, ձեր դիմության, ընդդիմության։ Մեզ դա չի հետաքրքրում, մենք Սփյուռքում ենք ապրում։ Մենք ուզում ենք օգնած լինենք։